Սիվիկ խնդրեմ։ Շնորհակալություն։ Երբ որ իրապահ մարմինները հրապարակեցին քաղաքական ուժերից մեկի գրասենյակի աշխատակիցներին վերագրող ենթադրյալ կաշառք բաժանելու հետ կապված հաղորդագրություն, պարոն Հովհաննիսյան եւ Տիկին Ղազարյան, մենք չտեսանք օրինակ ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի դատապարտող խիստ հատու հայտարարությունները։ Այս լռությունը ինչի մասին է խոսում ըստ ձեզ։ Դե նույն բանի մասին է, այսինքն մենք տեսնում ենք, որ ուժեղ Հայաստանին աջակցում են հանրապետականները, մենք տեսնում ենք, որ վաղար շաբաթի ընտրություններում բռնվում են հանրապետականների ներկայացուցիչները փող բաժանելուց, էլի նույն խմբի հետ գործ ունենք, այսինքն ինչպես պետք է Գագիկ Ծառուկյանը քննադատի դատապարտի առհասարակ ինչպես պետքա դատապարտի եւ ինչպես պետքա դատապարտի Սամվել Կարապետյանին կամ ինչպես պետքա Սամվել Կարապետյանը դատապարտի Գագիկ Ծառուկյանին կամ ինչպես պետքա Սերժ Սարգսյանը դատապարտի իր նախկին աշխատակազմի ղեկավարին, իր խմբակցության ղեկավարին նախկին, ասենք Քոչարյանը պետքա դատապարտի Սամվել Կարապետյանին, թե Սամվել Կարապետյանը Քոչարյանին, թե Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին, թե Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին։ Սրանք երրագլուխ կուսակցություն են, նույն մարմնի 3 գլուխներ են եւ իրանք իրար չեն վնասելու, իրար չեն վնասելու եւ ինչ անում են, իրար հետ են անում, ինչ անում են, մեկ նպատակի համար են անում, որ գողանան ժողովրդից իշխանությունը եւ Հայաստանը նորից վերադարձնեն եւ դարձնեն հենակետ։ Էս է իրաց նպատակը եւ հետեւաբար բնականաբար չեն քննադատի եւ պետք էլ չի ակնկալել, որ ինչ-որ մեկին պետք է քննադատի այդ ուժերից։ Երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ազգային ժողովում էր ու ես իրեն հարցրի թե քանի օգտահաշվ է այս պահին բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցման համար, ինքը ասաց 22, ինչը նշանակում է, որ 22 կուսակցություն այս պահին տրամադրված է հայտ ներկայացնել ընտրություններին եւ դեռ գիտեք օրեր կան, երբ որ մարդիկ հնարավորություն կունենան հավելյալ կարող ավելանա այս թիվը, կարող է իհարկե նաեւ պակասի եւ ձեր հարցը շատ կարեւոր է, որովհետեւ ես իսկապես գուցե ես ուշադիր չեմ եղել, բայց 22 կուսակցությունը բավականաչափ շատ մեծ թիվ է, որպեսզի գոնե 1-2 հոգի իրենց վերաբերմունքը արտահայտած լինեին ընտրակաշառքի վերաբերյալ, իհարկե հարգելով անմեղության կանխավարկած մարդկանց, ոչ թե անվանապես մարդկանց վերաբերյալ, այլ ինքնին երևույթի վերաբերյալ, որովհետև Հայաստանի Հանրապետության ճակատագրի ապագայի համար ամենակարևոր բանն է ընտրությունների ազատ արդար անցկացումը եւ ընտրակեղծարարությունը իմ տպավորությամբ ամենադատապարտելի բանն է, որ կարող է մեզ հետ տեղի ունենալ եւ օգտվելով առիթից ես կարծում եմ, որ հնարավորությունից օգտվեմ եւ ասեմ մյուս քաղաքական գործիչներին, հանրային դերակատարներին, որ ես կարծում եմ բոլորիս բարոյական պարտավորությունն է ընտրակեղծիքների վերաբերմունք արտահայտելը եւ ոչ թե միայն այն մարդկանց, որոնք իրանք աֆիլացված են ընտրակեղծիքների հետ, մենք իրանց իհարկե կարող ենք ասել, որ ինչպես կարող են ընտրակեղծարարները ընտրակեղծիքի դեմ խոսել, բայց ուրիշ մարդիկ էլ կան դաշտում։ Եվ ես կարծում եմ, որ մարդիկ, ժողովուրդը, քաղաքացիները նույնպես ակնկալում են ուրիշ դերակատարների կողմից լսել, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն։ Արդյոք արդարացնում են ընտրակաշառքը, ընտրակեղծարարությունը, թե դատապարտում են։ Ես կարծում եմ, սա բոլոր հանրային քաղաքական գործիչների պարտավորությունն է դա անել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար